Սիգի որսի արգելքն ավարտվում է փետրվարի 1-ին եւ մինչ այդ ոստիկանությունը շարունակելու է պայքարը այս արգելքը խախտողների դեմ։ Պայքարը տարվում է ոչ միայն ջրում եւ ափամերձ տարածքներում, այլև ավտոճանապարհներին, որոնցով վաճառքի համար տեղափոխում են ապօրինի որսը։ Հենց պայքարի արդյունավետությունն է ստիպել որոշ իրավախախտների դիմել այսպես ասած խորամանկությունների, ինչը հիմնականում նույնպես չի վրիպում ոստիկանության ծառայողների աչքից։ Վերջին օրերին արձանագրված բացահայտումների մեջ կան նաեւ նման դեպքեր։ Այդպիսին էր հենց ներկայացվող առաջին դեպքը։ Հունվարի 22-ին ժամը 11:30-ի սահմաններում Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կիլոմետրին կանգնեցրել են Նորատուզ գյուղի բնակչի վարած ՎԱԶ-21-213 մակնիշի ավտոմեքենան, որի շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է 74 հատ սիգ։ Ձկան ընդհանուր քաշը մոտ 40 կիլոգրամ էր։ Նորատուսցի տղամարդն ու ավտոմեքենան տեղափոխվել են համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Ապօրինի որսած ձկան քողարկված տեղափոխման մի դեպք էլ ջրային պարեկները բացահայտել են հունվարի 28-ի գիշերը։ Ժամը 3-ի սահմաններում Ծովագյուղ Շորժավ Արտենիշ ճանապարհի 11-րդ կիլոմետրին նրանք կանգնեցրել են գազ մակնիշի մի քարշակ, որը տեղափոխում էր Opel մակնիշի ավտոմեքենա։ Ստուգման պոփելի սրահում հայտնաբերվել է 230 կիլոգրամ սիգ։ Ծովագյուղի բնակիչ 42-ամյա ուղևորը հայտնել է, թե ձկները գնել է Մեծ Մասրիկի մոտակայքում։ Այս դեպքից մոտ 1.5 ժամ անց ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 70-րդ կիլոմետրին երթևեկության հանդիպակաց գոտիում նկատել են կայանված Hyundai եւ Opel մակնիշի մեքենաներ։ Մինչ պարեկները հետադարձ կատարելով կմոտենային, մեքենաները հեռացել են, թողնելով սիգով լցված արկղեր։ Ձկների ընդհանուր քաշը 120 կիլոգրամ էր։ Այս ընթացքում ապօրինի որսած սիգ է հայտնաբերվել նաև հանրապետության քաղաքներում։ Հունվարի 28-ի գիշերը Հրազդան քաղաքում հին շուկայի տարածքում կոտայքի պարեկները կանգնեցրել են Opel մակնիշի ավտոմեքենա։ Գեղարքունիքի մարզի Նորատուզ գյուղի բնակիչ 31-ամյա վարորդը մեքենայից ներկայացրել է 462 հատ ընդհանուր 182 կիլոգրամ քաշով սիգ։ Նա հայտնել է, թե ձկները գնել է Չկալովկա գյուղի մոտ անծանոթ անձից։ Իսկ հունվարի 29-ին սիգի վաճառքի վերաբերյալ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ սիգ է վաճառվում մայրաքաղաքի Ավան թաղամասում։ Մեկնել են համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողներ։ Հայտնաբերվել է ձկներով 3 արկղ, 135 հատ սիգը կշռում էր 48 կիլոգրամ։ Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։